Հարգելի քաղաքացիներ, այսօր շատ էլեկտրոմոբիլների սեփականատերեր գույքահարկ են վճարում ավելի բարձր, քան իրականում պետք է լիներ։ Պատճառը գործող հաշվարկման մեխանիզմն է, որը հաճախ չի արտացոլում շարժիչի իրական հզորությունը։ Ձեր կողմից արդարացիորեն բարձրացված այս հարցը մենք մանրամասն ուսումնասիրել ենք, մշակել շարժիչի հզորության հաշվարկման նոր, առավել օբյեկտիվ մեթոդաբանություն։ Այսինքն ներկայիս առավելագույն կամ պիկային հզորության փոխարեն կգրանցվի արդյունավետ կամ 30 րոպեանոց կայուն հզորությանը մոտարկված արժեքը։ Եթե էլեկտրոմոբիլը ունի ԵԱՏՄ շտեմարանում լրացված էլեկտրոնային անձնագիր, հիմք է ընդունվելու հենց այնտեղ նշված շարժիչի հզորությունը։ Եթե էլեկտրոնային անձնագիր չկա, շարժիչի հզորությունը կհաշվարկվի հետևյալ ձևով։ Եթե այն մինչև 250 ձիաուժ է, այդ թիվը կբաժանվի 1,5 գործակցի։ Իսկ եթե շարժիչի հզորությունը 250 ձիաուժից ավելին է, ապա 250 ձիաուժը կբաժանվի 1,5 գործակցի, իսկ մնացյալ մասը 2,5 գործակցի։ Եթե ձեր էլեկտրոմոբիլը 2025 թվականի արտադրության է, շարժիչի հզորությունը 218 ձիաուժ է, այսօր դրա համար վճարում եք մոտ 133,000 դրամ գույքահարկ։ Նոր հաշվարկով կվճարեք մոտ 43,000 դրամ։ Մեկ այլ օրինակ։ Եթե շարժիչի հզորությունը 544 ձիաուժ է, այսօր գույքահարկը կազմում է մոտ 666,000 դրամ։ Նոր մեթոդաբանությամբ այն կկազմի մոտ 276,000 դրամ։ Կարևոր է նշել, որ այս փոփոխությունը կկիրառվի նաև արդեն գրանցված էլեկտրոմոբիլների նկատմամբ 2026 թվականի հունվարի 1-ից։ Որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի ապրիլի 1-ից եւ այդ օրվանից քաղաքացիները իրենց էլեկտրոմոբիլների շարժիչի թարմացված տվյալները կկարողանան տեսնել Road Police հարթակի իրենց անձնական էջերում։ Մեր նպատակը պարզ է՝ գույքահարկի հաշվարկը դարձնել ավելի արդար, կանխատեսելի եւ հասկանալի մեր քաղաքացիների համար։